ուրախ պայծառ տրամադրությամբ շարունակում է ծրագիրը եւ ինչպես նկատում եք ամառային ուրախ տրամադրությունը կամեր տաղավարում ենք այսօր խոսեցինք հետաքրքիր թեմաներից եւ կարծում եմ ծրագրի ավարտին պիտի խոսենք այն մասին, ինչի մասին խոսում են բոլորը։ Այսինքն ինչի մասին մենք խոսելու ենք, հենց իրանք են խոսում ամեն ինչի մասին։ Այո, նրանք խոսում են ամեն ինչի մասին եւ հատկապես մենք էլ այդ ամեն ինչին հետևում ենք, որովհետեւ ինտերնետը խժռել է մեզ։ Այո։ Exclusive live.com կայքի հիմնադիր տնօրեն Էմիլ Մաթևոսյանն է մեր հյուրը եւ քանի որ արդեն լրանում է կայքի 1 տարին, այդ կապակցությամբ մենք տաղավարում ձեզ ենք հյուրընկալել, նախ բարի առավոտ եւ հետո շնորհավոր։ Շնորհակալություն։ Այս 1 տարեկան կայքը ինչ է հասցրել ֆիքսել, անել եւ ինչով է հպարտանում այսօր։ Կայքը հասել է ֆիքսել Երևանյան ժամանցային լավագույն վայրերի միջոցառումները, կատարել ենք հարցազրույցներ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ, կատարել ենք ֆոտոսեսիաներ հայտնի եւ ոչ այդքան հայտնի երգիչների հետ, ինչպես նաեւ մոդելների։ Բայց մենք ինչի՞ չեք հարցազրույց արել։ Ապագայի հայտնի չէ։ Բայց ասած շոու բիզնեսի մարդն, ես դրա մեջ չեմ մտնում այլևս, դե։ Մտնում եք։ Ավելի պակաս մոդել եմ, որ շատ որ իմ բոյը 1.90 չի։ Էմին, Ոչինչ, ես հասկանում եմ նրա նախանձախնդրությունը, ինքը նախանձում է, որ այդքան գեղեցիկ չէ, որքան ես, բայց ինչեր է։ ինձ խառոֆենով չես տեսել։ Քեֆիֆենով։ Ասացեք, խնդրեմ, հա, ինչ սկզբունքով են ընտրվում բոլոր այն նյութերը, որոնք դուք իրավունք եք ձեզ վերապահում տեղադրել ձեր կայքում։ Ես ընտրում եմ այնպիսի նյութեր, որը այս պահին ինքը ավելի արդիական է, ավելի շատ են հետևում երգչին, դերասանին, թե մոդելինգը կլինի, այնպիսի մարդ, ովքեր որ ունեն ասելիք, ու իրենց ասելիքը նաև ընդունում են կողքից այլ մարդիկ եւս։ Այս դեպքում արդեն մեր ընթերցողը։ Ես ուզում եմ հասկանալ, հա կայք, հանրային կայք, որը ներկայացնում եք ամեն անգամ ինչ-որ մեկին, ինչ-որ նյութ եք տալիս, հա, ինչ է տալիս ձեզ այդ կայքը։ Այս կայքը ինձ անկեղծ ոչինչ չի տալի, ընդհանրապես ես կատարում եմ այն գործը, որ սիրում եմ, իսկ որպես ֆինանս եւ այլ բաները մենք չենք հետապնդում կայքում։ Որովհետեւ ինձ միշտ հետաքրքիր է կայքի ծերերը, ինչ ակնկալիքներ են դրանից։ Հա, պահում եք կայքը գուցե։ Միջոցները դե պահում ենք մենք այդ միջոցներով, անձնական արդեն այս դեպքում, Քանի աշխատող կա կայքում։ Կայքում այս պահին ունենք 4 աշխատակից։ 4 աշխատակից, ովքեր հետևում են այս կամ այն, հա, հայտնի մարդկանց, նրանց առօրյան օրը եւ որոշում եք նյութը, ինչ պետք է տեղադրվի։ Այո։ Այնուամենայնիվ մենք շատ հաճախ տեսնում ենք, չնայած որ շատ դեպքերում մենք լսում ենք, որ դրանք հատուկ արված բաներ են կոնկրետ անհատների կողմից, շատ հաճախ էլ ասվում է, որ ոչ, որովհետև ստացվում է կոնֆլիկտ, երբ տեղադրվում են կայքերում այնպիսի նյութեր, որոնք իրենց մեջ հետապնդում են գուցե շատ խիստ անձնական ինֆորմացիա, դրա հետևում արդեն սկսում է գալ վիրավորանքները եւ այլն։ Մարդիկ արդյոք հայտնիները ուզում են այդքան հրապարակել իրենց անձնականը, թե իսկապես այդ լրագրողները կարողանում են ինչ հեքիաթային միջոցով բացահայտել այն եւ հրապարակել։ Կարողանում ենք որոշ չափով բացահայտել, բայց իհարկե կան այնտեղ նորություններ, որ իրանք իհարկե չեն ցանկանա, որ հրապարակվի, խոսքը երևի անձնականի մասին շատ է կլինի։ Մենք չենք շատ անձնականի մասին անդրադառնում, քանի որ ըստ իս դա մարդու անձնական պետք է շատ բացել եւ անդր հանրային։ Դրա համար ես ինքս անձամբ չեմ թույլատրում տեղադրվի կայքում ինչ-որ մի նյութ անձնականի մասին։ Այո, օրինակ եղել է այնպիսի մի դեպք, երբ դուք հրապարակեք ենթադրենք ինչ-որ մեկին ով հանգստանում է ինչ-որ վայրում եւ հատկապես վերնագիրը սկսվում է նա ցուցադրել է իր նոր լողազգեստը կամ չգիտեմ ինչ եւ բոլորը ուզում են հասկանալ այդ ինչ լողազգեստ է եւ ներխուժում են այդ կայք։ Հիմա կարող է շոու բիզնեսի տվյալ անձը զանգել ձեզ ու ասել այն ինչ եք հրապարակել ինձ լողազգեստով։ Ոչ, ես չեմ նմանատիպ վերնագրերով նյութ տեղադրում, ընդհանրապես մենք տեղադրում ենք հանգիստ ամառային հանգիստը եւ վերջ։ Չնայած այդ դեպքում կարելի ասել դե թե դուք ձեր էջում հրապարակել եք, որ բոլորը տեսնում են, մենք էլ իրավունք ունենք հրապարակելու։ Եթե Facebook-ում արդեն կա տվյալ լուսանկարը, նաեւ ասել եմ։ Ես միջև այդ տեսակ չէի մտածել, որ եթե Facebook-ում կա, ուրեմն հանգիստ կարելի է վերցնել եւ տեղադրել այլտեղ։ Այո։ Հասկացա՞ր։ Չէ։ Սկանդալային նյութերից ո՞րն է եղել Էմին, որ մինչև այսօր այս 1 տարիների ընթացքում հրապարակել եք եւ նույնիսկ ստացել եք դրա համար բողոքներ։ Սկանդալային վերջինը երևի առանձնացնենք, խոսքը Արաբո Իսպիրյանի համերգի մասին էր, երբ որ Արաբոն խոստովանություն արեց իր սիրելիին, եւ մենք կոնֆլիկտ առաջացրեց։ Չէ, մենք մի փոքր սխալ վերնագիր ընտրեցինք, անկեղծ ասած, գրեցինք սկանդալ, բայց ինքը իրականում անակնկալ էր։
ու այդպես մեզ մի քիչ վատ բաներ ասեցին, բայց ընդհանրապես դա ասցին այն դեպքում, երբ որ իրանք ընդհանրապես վերնագիր էին կարդում։ Ասենց ունենք մի հատ խնդիր, իրանք վերնագիր են կարդում։ Չէ, բայց սկանդալ դա այնուամենայնիվ այլ ասոցիացիում ունի բառը։ Այո, մի քիչ ուներ ինքը սկանդալ, հենց այն բանով, որ ինքը սկանդալ անակնկալ էր, որովհետև ոչ մեկ չէր սպասում նմանատիպ բան համերգի ժամանակ։ Իսկ դա եղավ բեմում ու մեզ մի քիչ վատ բաներ ասեցին, բայց ասցին այն դեպքում, երբ որ իրանք նյութը չեն կարդում։ Եվ որ իրանք նյութը կարդան, կհասկանան ինչ մասն է։ Դե դա, գիտեք, հիմա ես ձեզ ասեմ, հա, շատ անգամ կարդում ես ինտերնետում ինչ-որ հղումներ, ֆանտաստիկ վերնագրերով, հետո մտնում ես ու տեսնում ես ընդհանրապես նյութը կապ չունի այդ վերնագրի հետ։ Ուղղակի դա գրել են, որպեսզի դու գնաս այդ կայք եւ դիտումներն ապահովելով կարդաս, բայց հետո հասկանաս, որ չէ, вообще կապ չուներ այս ամեն ինչը, ինչ որ գրած էր։ Այն չէ նման բաներ անում։ Անկեղծ չունեմ խնդիր դիտումների հետ կապված, որովհետև ինչքան որ դիտում ունեմ, ինձ շատ բավարարում այս պահին ինքը, քանի որ կայքը իրանից արդեն նշեցի գովազ չի պարունակում եւ գումար մենք ես չեմ աշխատում այդ կայքով։ Այդ դեպքում ինչու համար այն ձեզ պետք։ Ես սիրում եմ այդ գործը։ Ահա։ Ես սիրում եմ այդ գործը, դրա համար կատարում եմ։ Պապարացի։ Չէ, պապարացիները քիչ։ Պապարացիները շատ ավելի հետաքրքիր են, որովհետև իրապես ֆիքսել, հա, այն ընտանեկան կադրերը կամ իսկապես շատ փակ կադրերը, որոնք հոլիվուդյան դերասանների դեպքում բացահայտվում են, սա իրապես հանրությանը կարող է հետաքրքիր լինել, որովհետև դե մենք խոսում ենք ավելի լուրջ մասշտաբի հայտնիների մասին, որոնց հանգիստը կարող է լինել մի քանի միլիոն դոլարի արժողության, եւ այդ դեպքում իհարկե հետաքրքիր է այդ հանգիստը ֆիքսել։ Մեր դեպքում անհատները կարող են հանգստանալ ոչ այդքան շքեղ, եւ դա լինի սովորական հանգիստ։ Չեմ կարծում որ մեկին հետաքրքիր ընդհանրեն երգչուներից մեկի Բաթումի լուսանկար։ Այո, կամ շատ Դուբայ։ Դուբայ։ Հետաքրքիրն այն է, որ այնուամենայնիվ գուցե երիտասարդները այդ վերնագրերին գնում են, հա, եւ այդ դիտողականությունը ձեզ ապահովվում է։ Բայց կայքի որպես հիմնադիր եւ տնօրեն ես կարծում եմ, որ այն վերնագրերը, որոնք ընտրվում են, սա այնուամենայնիվ որոշում է ձեր հեղինակությունը կայքի եւ գուցե մի քիչ առումով էլ նաեւ որակը։ Երբ օրինակ դրվում են, տեսեք թե ինչ նոր շպարով է ենթադրենք ներկայացել այսինչ վայրում կամ ինչ անճաշակ զգեստ է հագել այսինչ վայրում, սրանց ավելի ներողություն արտահայտությանս նողկալի բան, ավելի պրիմիտիվ բան ես չեմ կարող տեսնել, որովհետեւ միթե տարուց ավել արդեն 2 տարի է, որ շատ ակտիվ է այդ երևույթը, չի կարող մարդու երևակայությունը, ինտելեկտը մի քիչ ավելին քայլել եւ մի քիչ ուրիշ բան որոշել անել, որովհետեւ 2 տարի միայն հենց ֆիքսված եւ բոլոր կայքերն են այդ անում։ Այսինքն սա մի կայքի մասին չի խոսքը։ Տեսեք թե ինչ պարով է կամ ինչպես է, այդ նույն արտահայտությունը, նույն հարցականի տակ դրված անում են գրեթե բոլոր կայքերը։ Սա ի վերջո ինչ է, տգիտություն, թե իրապես սա այն տեխնիկան է, որով աշխատում է կայքը, այսինքն իրապես հանրությունն է այնքան ոչ կրեատիվ, որ կարող է անընդհատ 2 տարի շարունակ նույն վերնագրով միևնույն ինքը մտնել ու անընդհատ նույն բառը տեսնել։ Դա էլ հարց է կտեսնի թե ոչ։ Ցավոք դա մեր իրականությունն է եւ այո, իհարկե տալիս են այդ տիպի նյութեր։ Մենք չենք դրամ, այտենց կայքի նյութեր չենք դնում մեր կայքում, որովհետեւ ես դա սխալ եմ համարում։ Իսկ կան գործընկերներ, որը ցավոք դնում են։ Լավ, խոսենք նաև այն մասին, թե ինչ է լինելու 1 տարին տոնուլեք, ինչ տոն է եւ ինչ է պատրաստվում, ինչպես եք պատրաստվում դա տոնել։ Հուլիսի 9-ին Elskai Bar բացօթյա տարածքում մենք նշել ենք մեր կայքի 1-ամյակը։ Հրավիրված են լինելու հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ, մեդիա դեմքեր եւ լավ ընկերներ, ովքեր որ 1 տարի եղել են մեզ մոտ, ունեցել են իրancs այդ նյութեր տարբեր տեսակի։ Լինելու է DJ, հատուկ հյուր լինելու է Նիկե Գիպյանը երգերի կատարումով։ Բարձր տրամադրություն ենք ունենալու ընդհանրապես այդ օրը։ Ունեցել եք այնպիսի արվեստի ներկայացուցիչներ կամ շոու բիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր ձեր շնորհակալություն են հայտնել հրապարակած նյութի համար։ Շնորհակալություն այս դեպքում ինչ նկատի ունեք։ Այսինքն այնքան լավն է եղել, որ զանգել են եւ ասել են ինչ լավն էր ապրեք, այ ես շատ կուզենայի այսպիսի նյութ, որպեսզի խոսեին այսպես։ Հա, կոնյակով բամբանյակ։ Մենք չենք տեղադրում ինչ որ մի պատվերներ եւ դրա համար չենք ունեցել նման բան։ Չէ, անշուշտ լավ պատվերներ չկան, բայց եթե ենթադրենք դուք կարողացել եք ֆիքսել ինչ որ մեկի էջում, ինչ որ մի հետաքրքիր բան, որը իրապես շատ ներկայանալի է եղել, ես օրինակ կարող եմ զանգել ասել ապրեք, ինչ լավն էր։ Այդ ձև իհարկե եղել է, ընդհանրապես զանգի կամ գրել շնորհակալություն։ Ծանր գործ է ձեր գործը, ի դեպ ասեմ։ Շնորհակալություն։ Դավիթ, ինչով են տարբերվում հայկական կայքերը դրսի կայքերը։ Վերնագրերից։ Նույն վերնագրերը հասկացանք։ Էլ ինչ կա։ Մենք օպերատիվություն։
օպերատիվություն մեզ մոտ մի քիչ շատ քիչ է, որովհետև մենք ցավոք ունենք կայքեր, որ պատկանում է XX մարկանց, չնշենք անուններ եւ դա մեզ խանգարում է շատ։ Այսինքն մենք ունենում ենք միջոցառումներ, որոնք հրավիրված են հատուկ իրենց կայքերը եւ այն որ մենք ենք արդեն սանկցիոն հայտնում գնալ եւ լուսաբանել տվյալ միջոցառումը, մենք չենք կարողանում դնել առաջինը, որովհետեւ ցավոք նաեւ մենք ունեցել ենք այսպեսի բաներ, դե էքսկլյուզիվը պատկանում է այսինչ այսինչին։ Այո։ Որն է էքսկլյուզիվը տենց է չհասկացանք։ Այո, մենք ունենք տենց հեռուստաընկերություններ, ցավոք, ովքեր որ ունեն կայքեր եւ չեն թույլատրում, որ առաջին իրենց մոտ գնա, երկրորդն են թույլատրում ու ոչ իրենց կայքերին արդեն, ինչը չի լինում օպերատիվ դեպքում։ Եթե թույլատրեն ազատ աշխատանք, դա արդեն շատ լավ կլինի, իսկ մենք չունենք։ Իսկ ինչի համար մենք տարբերվում ենք Հայաստանից եւ դրսից, մենք չունենք շոու բիզնես, որ լինի օրինակ բերենք Ռուսաստան, գոնե, որ իրանք այդ ձև ազատ են աշխատում, երբ ազատ են իրար գալի շոու բիզնեսի ներկայացուցիչ չի մտածում, վայ, այս մեկն անեմ, խոսեն իմ մասին, վատ բաներ։ Ոչ։ Հետաքրքիր է, ես հիշեցի նույն ուսանողական տարիներս, որ մենք ուսումնասիրում էինք Թիֆլիսում դեռ սրանից 100 տարի առաջ, հա, հրատարակված այդ մշակ, հնչակ, մեղու, իսկ մեր հայկական պարբերականների հոդվածները, եւ իհարկե թերթերը սեղանի մեծություն ունեին, բայց երբեմն ես երբ թերթում եմ եւ տեսնում եմ, որ մեղուն ենթադրենք եկեղեցու մասին որևէ նյութ է հրապարակել, մեղադրել կամ չմեղադրել ինչ որ առումով, հետո մի երկու էջ այն կողմ, այսինքն հնչակի տեսնում ենք ի պատասխան նրան, թե ինչ են ապատասխանում տվյալ նյութի վերաբերյալ։ Իհարկե կոռեկտության մասին չեմ ուզում խոսել, թե որքան զուսպ էին այնտեղ անգամ այդ ճակերտավոր ասված վիրավորանքները, որովհետև տեսնում էիր, որ անգամ չգիտես որ բառի համար մեղադրել, որովհետև օբյեկտիվորեն էր եւ երկուսի նյութը կարող էր այդպես լինել։ Նա օբյեկտիվորեն մեղադրեր, սա օբյեկտիվորեն պաշտպանվեր, բայց այնուամենայնիվ այս գշտանքը, որ այնուամենայնիվ կար, շատ բարձր մակարդակի էր եւ խոսքերի ու բառերի ընտրությունը երևում էր, որ երկար ժամանակ է անցել, ընտրվել է հենց այդ խոսքը այդ նախադասության մեջ։ Սա նշանակում էր, որ անգամ լրագրողը պատասխանատու է յուրաքանչյուր տառի համար եւ փորձում էին իհարկե լինել հավասարակշիռ իրենց մեղադրանքներում, բայց այնուամենայնիվ չկորցնել լրագրողի այդ դեղին մամուլի ասված, հա, երանգը, որովհետեւ դա եթե լրագրող է, ուրեմն նա պետք է կարողանա բացահայտել այն տակի եղած երևույթը, որը կա մեր իրականության մեջ։ Այսօրվա մեր կոմենտներում հատկապես, որ արվում է հատկապես այսպիսի կայքերի հրատարակած նյութերի տակ, յուրաքանչյուր անհատ սկսում է շատ ակտիվ որևէ կոմենտ գրել եւ այս կոմենտը դառնում է մեծ պատմություն, հետո դառնում է վեճ, մեկ էլ հետո կարող էի պարզել, որ նրանք արդեն հանդիպել իրար հետ վիճել են, այսինքն այսպես մի շարք բաներ հիմար երևույթի է վերածվում։ Այ երբ ձեր հրապարակած նյութի տակ դուք տեսնում եք այսպիսի ակտիվ կոմենտներ, որը նաև վերածվում է վիճաբանության, սա ուրախացնում է կայքի տիրոջը, որովհետև սա նշանակում է բարձր դիտողականություն եւ ինչու՞ չէ նաև հրապարակած նյութի մասին ակտիվ քննարկում։ Սա ինչ է կայքի տիրոջ համար, կայքի պատասխանատուի համար։ Դե եթե վատ մեկնաբանությունն է, պետք է դրան նայենք նայած թե ինչ տեսանկյունից է դա։ Դուք կարող եք օրինակ փակել որպեսզի այլևս չշարունակվի նրանց այդ կոմենտները, որովհետև ենթադրենք բերում է արդեն մի քիչ ուրիշ տոնի։ Իհարկե բոլոր կայքերն ունեն տվյալ հնարավորություն, որ փակեն կոմենտերի բաժինը, բայց այս դեպքում կրկին Արաբոյի վերջի բանը ես ասեմ, օրինակը անձի շատ վիրավորվող բաներ եղավ եւ ես չեմ փակել մեկնաբանություն, թող ասեն մարդիկ ինձ կարծիք։ Ում անձի, բայց իմը, ինձ հետ կապված էր, այո։ Ահա, դա բավական համարձակ քայլ է այնուամենայնիվ։ Բայց մենք հաճախ չենք ունենում առաջին գծում եք կռվում։ Հասկանալի է։ Որքան էլ որ մենք ընդունում ենք այս իրականությունը, թե ոչ, սա փաստ է, որ ինտերնետը դարձել է բոլորիս իրականությունը եւ մենք հատկապես առանց Facebook-ի գոնե օրվա մեջ մի քանի հազար անգամ մտնելով թեկուզ դա կլինի 1 րոպեով, բայց մի քանի 100 անգամ մտնում ենք եւ հետեւում ենք հատկապես այսպիսի կայքերի նյութերին, որը մեզ տեղյակ է պահում, ասել է թե շոու բիզնեսի կյանքից։ Որքանով է սա լավ կամ վատ, երիտասարդների համար կամ մեզ համար, դրանք որոշում եք դուք, բայց մարդիկ անում են իրենց գործը։ Այնուամենայնիվ ես կուզեմ, որ իդեմս ձեզ յուրաքանչյուր կայք, յուրաքանչյուր էջի տեր սկսած մեզնից, եթե որևէ բան է ասում, հրապարակում կամ տակը գրում, լինի ընդամենը այո պատասխանատու, որովհետև ես կարծում իհարկե շատ համարձակ է լինել այդ տեղներից այս կողմ եւ շատ ակտիվ գրել, բայց այդ համարձակությունը չկա, երբ դու փորձում ես դեմարդեմ խոսել։ Շնորհակալություն, մենք ձեզ շնորհավորում ենք, հուսանք, որ ձեր երեկոյին կլինեն շատ ու շատ հայտնի մարդիկ եւ դուք կունենաք շատ հաճելի եւ ուրախ երեկո։
Մենք էլ երեկոյին կներեք իհարկե ուսամ դուք էլ նաև կլինեք, որտեղ ես հրավիրում եմ ձեզ իհարկե։ Սիրով։ Եվ ձեր թույլատվությամբ ես քանի որ էքսկլյուզիվ կայքի հիմնադիտորն եմ, չեմ կարող եթերից գնալ եւ չանել ինչ-որ մի էքսկլյուզիվ բան։ Ահա, խնդրեմ։ Այո, ես ձեր եթերից ցանկանում եմ անձնական մի հատ կարևորագույն քայլ կատարել։ Ահա։ Եվ իմ սիրելիին, Նանոին, այս դեպքում ասել Նան, ես քեզ շատ եմ սիրում եւ ուրախ կլինեմ եւ իհարկե սպասում եմ քո պատասխանին, որ մենք միասին կազմենք ընտանիք։ Ավելի մանրամասն մենք մի քանի ավելի մանրամասն կայքում։ Ամուսնության առաջարկում եք եթերում։ Սիրիները կապում եք գնաք իրանց տուն։ Չէ, սիրիները չես դեպքում, բայց ինքը ծեր է ոչինչ ներեք նրան դեռ հիշողությունները թարմ են սուրելու մոցինիների։ Նշանադրություն է կատարվել Սուրեմին։ Այսօր չէ, բայց մի քանի խոսքապ ինչ որ այդ խոսքապ, այո, ես պաշտոնապես։ Իսկ Նանո նայում եմ ես հիմա։ Ամուսնության առաջարկություն ինչ ես ուզում, խոսքապը ո՞րն է։ Դե հիմա դե թող մի հատ ավանդական Չկա ավանդական, մենք ձեզ շնորհավորում ենք։ Սա գեղեցիկ առաջարկ է։ Ծաղիկները մեզնից, համաձայնությունը ձեզնից Նանո ջան։ Համաձայն եք։ Ձեր կյանքը էքսկլյուզիվ է անցնելու ամբողջ կյանքը, որովհետև ամեն առավոտ մի աննորմալ էքսկլյուզիվ բան տեսնելու եք։ Շատ լավ է։ Եվ Տաստված որ յուրաքանչյուր տղամարդ կարողանա իր սիրելիի համար ամեն օր խենթորեր ստեղծել եւ կարողանա այսպիսի էքսկլյուզիվ առավոտներ նվիրել իր սիրելիին, որովհետեւ դա իրապես ավելի գեղեցկացնում եւ գեղ է դարձնում կյանքը։ Եթե այսօր գնաք, այս աղիքները մեզ ձեզնից։ Եթե մի 2 օրից ստիպված եք գնել, որովհետեւ թառամած կլինեն։ Դե սիրելի հեռուստադիտող, ես կարծում եմ այս գեղեցիկ սիրո խոսքերի նոտայի վրա պետք է ավարտել եթերը եւ իրապես ես անգամ մեծ ողջավորվածություն եմ, որովհետև շատ եմ սիրում, որ գոնե այս թեժ եւ այս մի քիչ էլ սենց ծռմռված աշխարհում տեսնում ես այսպիսի գեղեցիկ երևույթներ, որի անունն է սեր, որի մասին կարող են խոստովանել ուղիղ եթերում եւ տղամարդը ել ավելի գեղեցիկ չի կարող լինել, ասում են կինը գեղեցիկ է, երբ նա պատրաստվում է մայրանալ, իսկ տղամարդը ամենագեղեցիկն է, երբ սիրո խոստովանություն է անում իր սիրելիին։ Ամեն օր արեք, որպեսզի գեղեցիկ լինեք տղամարդիկ, գոնե մի քիչ։ Դե ժպտացեք, որովհետև կյանքը հրաշալի անկախ ամեն ինչից։ Արևը շողում է, իսկ մենք ձեզ յուրաքանչյուր առավոտ ասում ենք բարի առավոտ։ Տեսություն։